Նյու Յորքում մասնակցում եմ առաջին տիկինների և պարոնների ամենամյա ակադեմիային, որ կազմակերպել է առաջին տիկինների և պարոնների համաշխարհային դաշինքը։ Այս տարվա ակադեմիայի գլխավոր թեման է առաջնորդությունը գլոբալ անորոշության ժամանակներում, որի քննարկումները կառուցված են առաջնորդության 3 հիմնական ուղղությունների շուրջ։ Առաջին տիկնանց և պարոնների առաջնորդության առանձնահատկությունները, ազգային նախաձեռնությունների առաջխաղացումը բարդ միջավայրերում և տարածաշրջանային ու միջազգային համագործակցության ուժը։ Ակադեմիայի ծրագիրը կազմվել է Յեյլի և Կոլումբիայի համալսարանների հետ համագործակցության արդյունքում։ Կարծում եմ հիանալի հարթակ է ինձ համար շարունակելու ներկայացնել կրթվելը նորաձև է համապետական շարժման ռազմավարական ծրագիրը, որի 5-րդ կետին էի հասել նախորդ անգամ եւ այսպես կրթվելը նորաձև է համապետական շարժման ռազմավարական ծրագրի իրականացման մեթոդները։ Մեդիա եւ հաղորդակցություն։ Սա նշանակում է ինչպես ենք մենք պատկերացնում իրականացնել շարժումը եւ իրացնել գաղափարը։ Սոցիալական մեդիա արշավներ, կարճ տեսանյութեր եւ պատմություններ, հանրային հաջողակ անհատների, մշտական կրթվելու օրինակներով շարադրված հաղորդաշարերի, կարճ տեղեկատվական տեսանյութերի տարածում, հայ եւ միջազգային նորագույն գիտնականների, մշակութային գործիչների, կրթված հաջողակ գործարարների օրինակների մասին լուսաբանող պատմությունների տարածում, գիտաֆանտաստիկ ապագայի մասին պատմող պատմությունների արդեն էկրանավորված բարձրորակ ֆիլմերի հայերեն թարգմանությունների ստեղծում, բարձրորակ ներկայացումների, ֆիլմերի, դասական երաժշտության, տարբեր երկրների ազգային մշակույթների, կենցաղի մասին պատմող դինամիկ հաղորդաշարերի տարածում, քաղաքների զբոսայգիներում հանգստյան օրերի սեզոնային բացօթյա փոքր խմբերի համերգների կազմակերպում, հանրային հաջողակ դեմքերի ներգրավում։ Կրթական եւ հանրային միջոցառումների միջոցով պատկերացնում ենք մեծ միջոցառումներ 200 եւ ավելի լսարանի մասնակցությամբ, թիրախային խմբերի հանդիպումներ, համայնքային ծրագրեր, թեմատիկ կրթական ակումբների, բաց հանդիպումների եւ մասնագիտական կողմնորոշման միջոցառումների իրականացումներ, կրթական ներկայացման գործնական սեսիաներ, կոորդինացիա եւ էկո համակարգ, կրթական հարթակների կապը քաղաքացիների հետ, կամավորների ցանց, տեղական նախաձեռնությունների աջակցում, գործատու կրթական կազմակերպություն, քաղաքացի կապի մեխանիզմի ստեղծում։ Կրթվելը նորաձև է համապետական շարժման պիլոտային ծրագրերի մեկնարկը, որը ռազմավարական ծրագրի 7-րդ կետն է։ 2027 թվական հանրային ակտիվացման փուլ, լայնածավալ հաղորդակցական արշավների իրականացում, համայնքային եւ թիրախային միջոցառումների ընդլայնում, կրթական մասնակցության խթանման գործնական մեխանիզմների ներդրում։ 2028 թվական, հիշեցնեմ, որ ռազմավարական ծրագիրը 2026-2030 թվականների համար է։ 2028 թվական համակարգային ընդլայնման փուլ, մարզերում եւ թիրախային միջավայրերում ծրագրերի խորացում, գործատուների եւ կրթական կազմակերպությունների ներգրավման ուժեղացում, տվյալահենք գնահատման համակարգի կայացում։ 2029 թվական ինստիտուցիոնալացման փուլ, հաջողված գործիքների եւ մոդելների ամրապնդում, տեղական նախաձեռնությունների մասշտաբավորում, ոլորտային եւ տարածքային հատուկ ծրագրերի զարգացում։ 2030 թվական վերջապես գնահատման եւ հաջորդ փուլի ձևավորման փուլ, որովհետեւ ինչպես հայտնի է, կրթվելը երբեք քիչ չի լինում եւ կրթվելը նորաձև է շարժման հիմքում, ցկանս կրթություն գաղափարն է, ինչը նշանակում է, որքան ապրում ենք, այնքան կրթվում ենք։ Եվ այսպես 2030 թվականին անցած 5 տարիների փուլը գնահատելուց հետո պետք է ձևավորվի հաջորդ
փուլը։ Ազդեցության գնահատում պետք է արվի, արդյունքների համադրում եւ հաջորդ ռազմավարական փուլի առաջարկությունների մշակում։ Եվ վերջապես այսօր ավարտեմ ռազմավարության ներկայացումը 8-րդ կետի ընթերցմամբ շարժման ակնկալվող արդյունքը կամ ազդեցությունը, կարծում եմ ամենակարևորներից է։ Կրթվելը նորաձև է շարժման առաջիկա 5 տարիների կայացման, տարածման, մաքսիմալ լայնորեն ամբողջ հանրապետությունը ընդգրկման պարագայում ակնկալվում է հետևյալ արդյունքը։ Կրթությունը դառնում է Հայաստանում ոչ թե պարտադրանք, այլ ընտրություն, ոչ միայն լոգ գաղափար, այլ հանրային վարք, ոչ միայն արժեք, այլ համընդհանուր ընդունելի նորմ։ Արդյունքում Հայաստանում կրթվելը կսկսվի ընկալվել որպես բնական, ժամանակակից եւ գործնական վարքագիծ կյանքի տարբեր փուլերում։ Անհատը ոչ միայն կարժևորի կրթությունը, այլ նաև պարբերաբար կմասնակցի իր զարգացմանն ուղղված կրթական գործընթացներին, կապելով դրանք անձնական առաջընթացի, աշխատանքի արդյունավետության, եկամտի, ինքնուրույնության եւ հանրային մշակույթի հետ։ Կառավարման եւ համագործակցային մոդելը շարժման արդյունավետ իրագործման համար անհրաժեշտ է ձևավորել բազմաշերտ կառավարման մոդել, որը կապահովի ռազմավարական ուղղորդում, օպերատիվ համակարգում եւ արդյունքների գնահատում։ Կառավարման առաջարկվող կառուցվածքը ներառում է ռազմավարական ղեկավարում իրականացնող հիմնական մարմին, որը կարծես թե ձևավորվել է դեռ շարժման առաջին փուլում եւ սիմվոլիկ անուն է կրում կենտրոնական կոմիտե, գործադիր համակարգող թիմ, որը մինչ օրս դեռ չունենք, թիրախային ուղղությունների կամ ծրագրերի պատասխանատուներ, որը կրկին չունենք, մարզային կամ համայնքային գործընկերների հանգույցներ, ինչ որ չափով ունենք, բայց ոչ թե հանգույցներ, այլ անհատների հետ ենք համագործակցում դեռևս, գնահատման եւ մշտադիտարկման գործառույթ, որը կրկին դեռ չունենք։ Համագործակցությունը պետք է կառուցվի պետական, կրթական, մասնավոր, համայնքային եւ քաղաքացիական դերակատարների ներգրավմամբ։ Ասածս ինչ է, խնդրանքս ինչ է, բոլորին պարզ դարձավ, թե ինչ է նշանակում, ինչ է իրանից ենթադրում կրթվելը նորաձև է, համապետական շարժումը, ինչ նպատակներ է հետապնդում, ինչ առաքելություն, ինչ տեսլական ունի, ինչ քայլերի հերթականություն է սահմանել, առաջնահերթություններ եւ վերջնական արդյունքում ինչ է ցանկանում, որպեսզի ստանանք մեր միջավայրում եւ մեր հանրապետությունում, մեր երկրում։ Բոլոր այն մարդիկ, ովքեր իրենց տեսնում են շարժման մեջ, ովքեր կարող են մի փոքրիկ լումա ավելացնել եւ մեր ջանքերը մեկտեղել եւ ել ավելի արդյունավետ եւ արագ դարձնել նշված ծրագրում ներկայացված բոլոր ուղղությունների իրականացումը, ես շատ եմ խնդրում, մի տատանվեք, անպայման լուր տվեք ձեր մասին, բոլոր այն կազմակերպությունները, ովքեր մինչև կրթվելը նորաձևը շարժում է, իսկ այդպիսիք բազմաթիվ են մեր երկրում, զբաղվում են կրթական հարցերով եւ հետապնդում են նույն նպատակը, շարժումը մի հարթակ է, որտեղ եւ նրա համար է, որպեսզի բոլորի ուժերը, ջանքերը մեկտեղվեն։ Խնդրում եմ նաեւ այդ կազմակերպություններին չտատանվել, լուր տալ իրենց մասին, իրենց պատրաստակամության մասին, ես ինքս պատրաստվում եմ կենտրոնական կոմիտեի հանձնարարությամբ կապ հաստատել այդ կազմակերպությունների հետ եւ առաջարկել համագործակցության եզրեր քննարկել, դա միակ ճանապարհն է արդյունավետորեն եւ ճշգրտորեն իրականացնելու այն նպատակը, որը վաղուց շատերը ունեն եւ որի շուրջ մասնատված յուրաքանչյուրը իր ճանապարհով է քայլում։ Եկեք այս անգամ կարողանանք մեկ գաղափարի շուրջ
ակտիվորեն եւ արդյունավետ միավորել մեր ջանքերը եւ ես վստահ եմ, որ արդյունքները իրենց երկար սպասել չեն տա։